Պարոն Պապյան, մենք ունենք ուսումնասիրություններ մեր այս պահի արտահանվող ամբողջ ծավալի որ մասն է համապատասխանում ԵՄ կանոնակարգերին, այսինքն ապրանքները իրականում գետնի վրա որ մասն է համապատասխանում, որ կարող ենք տարբեր աջակցությունների միջոցով նպաստել դրա արտահանմանը եւ նաև այս առումով մենք մասնագիտական կարողությունների զարգացման խնդիր նույնպես մեր առաջ պիտի դնենք կարծում եմ եւ նախորդ տարվա բյուջեն ինչպես է արտացոլվում մասնագիտական կարողությունների վրա օրինակ լիազոր մարմնի կողմից ինչ եմ սա ասում որտեվ ժամանակին հիշում եմ որ ՀԱՍՊ համակարգի տարածումը մեր տնտեսվարողների վրա բավականին բարդություններով առաջ գնաց այս մասով ինչ ծավալի աշխատանք է կատարվել եւ մենք այս հաշվարկներից ելնելով ինչ հետագա անելիքներ ունենք շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան։ Եթե արտահանվում է, ուրեմն 100% համապատասխանում է։ Չի կարա չհամապատասխանի ու արտահանվի։ Հետևաբար ձեր հարցի պատասխանը 100%։ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող ցանկացած ապրանք, եթե Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է եւ մտել է այլ երկիր 100%-ով համապատասխանել է։ Չի համապատասխանում, հետ ուղարկում են։ Դուք առանձին դեպքեր կա, 100 ավտո, չգիտեմ, Ծիրան են ուղարկում, մի ավտոն օրինակ հետ է գալիս։ Այդպիսի դեպք եղել է նախկինում ենթադրենք կամ չգիտեմ 2000 մեքենա եսի ինչից 2 մեքենա հետ է գալիս։ Այդ առումով ուզում եմ ասեմ, որ համապատասխանում է։ Այլ հարց է, որ կա մի հատված, որը չի կարող համապատասխանել եւ այս առումով պետք է փորձենք նաեւ աջակցենք իրանց, որպեսզի համապատասխանի, որովհետեւ մյուս կողմից էլ նայեք, լավ, ասում եք չի համապատասխանում, ներքին շուկայում կվաճառենք։ Այդ ինչի է օրինակ, երբ որ որևէ երկրից գալիս է Հայաստան, մենք որակի սերտիֆիկատի ստանդարտին նայում ենք, ասում ենք, այ օրինակ մեր երկիր պիտի գա միայն ստանդարտներին համապատասխանող պտուղ բանջարեղեն եւ որը որ չի համապատասխանում բնականաբար հետ են ուղարկում, բայց օրինակ Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում արտադրվածի նկատմամբ պիտի կոնսենսուս ունենանք, հա ունենք այդ կոնսենսուսը, բայց պետք է հասկանանք, որ դրա նկատմամբ էլ պետք է ի վերջո գանք մի կետում, որ էլ կոնսենսուս չլինի։ Իսկ հա հասպի հետ կապված process-ը ընթացքի մեջ է, կա ժամանակացույցով գնում ենք առաջ։ Շատ լավ, այսինքն մենք կարող ենք հետևություն անել, որ արտահանման խնդիրը ոչ թե որակի հետ կապված է դեպի ԵՄ, ինչպես նախորդ զեկույցի ժամանակ նշել եք ասեղի վրա այդ նստած լինելու հանգամանքը, այլ հասանելիության, հեշտության, լեզվային ինչ-որ հարաբերությունների մեջ մտնելու մնացածը արդեն, այսինքն տեխնիկապես պետությունը կարող է այդ հարցը վերցնել իր վրա, կոմպենսացնել եւ ստացվում է, որ արտահանման դիվերսիֆիկացիոն process-ը ըստ էության կարող ենք հաջողել։ Կանում մենք շատ մեծ աշխատանք ենք նախորդի վարել։ Եթե մենք չունենայինք հարյուրավոր հեկտարներով պտուղ բանջարեղենի ջերմոցներ, մենք այսօր ոչ մի բան էլ չէինք կարողանա արտահանել Եվրոպական միություն։ Եթե մենք չունենայինք հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ, մենք այսօր ոչ մի բան էլ չէինք կարողանա արտահանել Եվրոպական միություն։ Հայաստանում հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ կա, որտեղ արտադրված դեղցը չեմ ասում ավելի լավն է, քան Իսպանիայինը, բայց վստահ կարամ ասեմ, որ որևէ բանով չի զիջում իսպանականին, ֆրանսիականին, իտալականին, որովհետև սորտը նույնն է, մշակության ձևը նույնն է, մասնագետը նույնն է, այդ իտալացին այսօր Հայաստանում է, հաջորդ օրը գնում է Իսպանիա, հետո գնում է Ֆրանսիա, հետո նորից գալիս է Հայաստան։ Իր գործը պատտվելն է, որպեսզի այդ այգիներին տիրություն անի, պայմանական իտալացին, հա։ Նույն ջերմոցը ֆրանսիական ընկերություն կա, որ Հայաստան ջերմոցները կառուցում է։ Այդ Ֆրանսիայում ինչքան ջերմոց կա, այդ նույն ֆիրմային է, Հայաստանին էլ այդ նույն ֆիրմային է։ Նույն տեխնոլոգիան, նույն սարքավորումը, սացիլը այնտեղից ենք բերում։ Հա, բոլորը բացարձակապես։ Այսինքն չկա, որ տարբերությունը մենակ այն է, որ ասենք նա պայմանական, չգիտեմ, Բուրգունդիայում է ինչ-որ տեղ, այս մեկը բանում է, հրազդանում է, բայց այդ ապակիներից ներս ամեն ինչ նույնն է, էական չի, դրանից դուրս ինչ կա։ Խնդիրը ընդհանրապես մեկ տարբերություն կա, այո, լոգիստիկան բարդ է, լոգիստիկան երկար է, հեռու է, փակ սահմաններ, ծովի ելքի բացակայություն, տրանզիտ ժամանակի երկարություն, սրանք բնականաբար գնի վրա ազդում են եւ ազդում են
գնային առումով մրցունակության վրա։ Որակական առումով մրցունակության խնդիր հայկական ապրանքը չունի եւ վաղուց անցել են այն ժամանակները, ես հիշում եմ 10-15 տարի առաջ Հայաստանում այդ խոսույթը կա, դե մեր ապրանքները ով կառնի, մեր որակով չի, մենակ ստեղ կառնեն։ Այդ ժամանակները անցել են։ Նախ այդ ապրանքները, որ ասում են, այդ ապրանքներից էլ չի արտադրվում շուկայական վաճառքի ծավալի տրամաբանության մեջ, չկա այդպիսի բան, չկա տենց բան, այսինքն Հայաստանում արդյունաբերական ծավալի պոմիդոր չկա, որը դաշտում ցանում են, հետո տանում են շուկայում վաճառում են։ Այլևս այդպիսի պոմիդոր Հայաստանում չկա։ Այդպիսի պոմիդոր կարող է 10 օր լինի, ինչ որ գերարտադրության շրջանում շուկայում լինում է։ Բոլորը ինքը այն տրամաբանության բարտադրանքն է, տրամաբանության բարտադրանքն էլ ինքը արդեն ասի որակը ինչպիսին է։